Արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Ի թիվս այլ ծրագրերի զրուցակիցներն անդրադարձ են կատարել Թրիպուղու ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին, ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության կայուն զարգացման խթանման տեսանկյունից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Պաշտպանության նախարարության N Զորամաս, Պաշտպանության նախարարը շրջել է Զորամասում ծանոթացել ծառայության եւ ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու, նոր բաժանորդ դառնալու վճարների 30-ից 40% նվազեցմանն ուղղված գործընթացը։ Տեր Մաշտոց Քահանա Ստեփանյանը հայտարարություն է տարածել. «Ես Տեր Մաշտոց Քահանա Ստեփանյանս ողջունում եմ վարչապետի եւ 10 եպիսկոպոսների ընդունած հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հայտարարությունն աջակցում եւ միանում եմ բարենորոգման հայտարարությանն», ասված է նրա Facebook-յան գրառման մեջ։ Թուրքական ավիաուղիները չեղարկում է Ստամբուլից դեպի Թեհրան ուրբաթ նախատեսված 5 չվերթները, հաղորդում է AFP-ն։ Այսպիսի տեղեկատվություն է տարածել նաեւ ադրբեջանական Ազալը։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Հոնկոնգում ընթացող ATP 250 կարգի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է։ Աշխարհի 17-րդ ռակետը 2 սեթում 6-7 հաշվով զիջել է 255-րդ համար Small Mile Clean։ ԱՄՆ ներկայացուցիչ Խաչանովին հաղթել է 2 ժամ 3 րոպեում։